Ողջույն գործարարիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոզյանը բարև ձեզ պարոն Լոկմագյոզյան Պարոն Լոկմագյոզյան, ուրեմն այս մեր անցյալ հաղորդումներից մի քանիսի ժամանակ մենք խոսել ենք Թուրքիայում խորհրդային պետության մասին, դուք նշել եք, որ այնտեղ այդ քաղաքականությունը մեծի մասամբ սենց բանը որոշվում է հենց այդ խորհրդային պետության կողմից, այլ ոչ պայմանավորված չէ այդ ժամանակավոր ակտորներով եւ առհասարակ ուզում եմ հիմա մեր լսարանի համար բացատրենք առհասարակ խորհրդային պետության կոնցեպտը եւ դրա իմպլեմենտացիան Թուրքիայի վրա եւ ինչու է կարծում որ այդ խորհրդային պետությունը Թուրքիայում կա, որովհետեւ ես էլի լսել եմ որ այդ ինչ որ կոնկրետ ակտորներով են որոշված, որոնք այսպես ասած հարատև չեն, այսինքն իրենք համեմատաբար նոր են այդ Թուրքիայի քաղաքական գծի մեջ, աշխարհաքաղաքական գծի մեջ եւ ձեր կարծիքը այս առումով Իրականում զարմանալի չէ, որ մարդիկ կան մեզ մոտ, որ ասում են, որ խորհրդային պետություն չկա Թուրքիայում, որովհետև մեզ մոտ կան բազմաթիվ ճակերտավոր մասնագետներ, որոնք ժամանակին ասում էին, որ Էրդողանը պարտվելու է ընտրություններում, ասում էին, որ Ադրբեջանը չի հարձակվելու մեր վրա, Թուրքիան չի օգնելու Ադրբեջանին եւ այլն ես իհարկե միշտ հակառակ կարծիքին էի եւ ով ճիշտ դուրս եկավ գիտեք այս գործերը նենց մի քանի հատ գիրք կարդալով եւ ինչ որ լուրերին հետեւելով եւ այլն չի լինում Թուրքիայում խորհրդային պետություն կա եւ Թուրքիան ընդհակառակ խորհրդային պետություն ունեցող պետությունների մեջ որպես տասական օրինակ կարելի է ցույց տալ եւ այդպես էլ ընկալվում է խորհրդային պետություն ունեն բազմաթիվ երկրներ խորհրդային պետություն ունի Անգլիան խորհրդային պետություն ունի Ամերիկան եւ այլն եւ այլն մենք չունենք դրա համար էլ մենք այսօր այս վիճակում ենք այն պետությունները որոնք խորհրդային պետություն ունեն այսինքն մի կառույց որը իրականում սանձերը իր ձեռքում է պահում նրանք լավ էլ հաջողակ երկրներ այսինքն պետք են կոնկրետ ինստիտուտներ այդ խորհրդային պետության գոյության համար այսինքն Թուրքիայում այդ ինստիտուտները որոնք ասեմ ինչ են Թուրքիայում սենց էր, տեսեք, մինչև Թուրքիա Հանրապետության գազմումը Օսմանյան գայսրություններ, իսկ գայսրությունը խորհրդային պետության կարիք չունի, կա մի մենապետ ու կա իր շուրջը անազր վեզիրներ եւ այլն, որոնք իրենց գործերը անում են եւ ամեն ինչ, այսինքն սանձերը ղեկավարի ձեռքում է, մի հոգու ձեռքում է, նա կարող է վեզիրին գլխատի նազրին չգիտեմ ինչ անը եւ այլն ինքն է որոշում այդ ամեն ինչը հետագայում որ Թուրքիան արդեն դարձավ ոչ մենապետական պետություն ասենք թե ճակերտավոր ժողովրդական պետություն այն ժամանակ ավելի ճիշտ դրանից առաջ արդեն հիմքերը դրվել էր Իթիհադ եւ Թերակի կուսակցության ժամանակ բանը այդ երիտթուրքական գազագերբությունը այսպես ասած որոնք արդեն մտել էին պետության ինչ որ ապարատների մեջը եւ գամած պետությունը իրենց ձեռքը հանցկացրին վերջում արդեն չնայած որ բادرազմը տանուլ տովին եւ ստիպված եղան փախան բայց իրենց գլխավոր նպատակը իրենց գլխավոր խնդիրը այն էր որ մենք կվերցնենք պատասխանատվությունը մեր վրա անհատները կարեւոր չեն բայց գազագերբությունը պետք է գոյություն ունենա նա պետք է մնա այսինքն երթուրքական գազագերբությունը եւ այդպես էլ եղավ երբ որ իրենք փախան քիչ թե շատ մաքուր մնացած մի անց էլի իրենցից Մուստաֆա Քեմալը իշխանության եկավ կամ ինչ որ կերպ այդ ազատագրական գոչված պայքարը ծավալեց եւ իշխանությունը կազմեց ինքը նոր իշխանություն եւ գայսրությունը փլուզվեց սուլտանին վդարեց երկրից եւ այլն ու գազմեց ժողովրդական հանրապետություն սակայն ինչ կատարվեց այն ժամանակ երբ որ ինքը դեր իր պայքարը առաջ էր տանում երիտթուրքական գազագերբության գլխավորները իհարկե ամենագլխավորները փախել էին արդեն Թալա Ատենվեր եւ այլն
երբ որ արդեն Կոստանդնոպոլիսը գրավված էր անգլիական ուժերի կողմից, անգլիացիները բարդացրեցին, որ այս մարդիկ պետք է ձերբակալվեն ու դատվեն, եւ նաեւ հայոց ցեղասպանության հետ կապված, բայց ոչ միայն։ Եվ այդպես էլ եղավ, սակայն հետագայում, քանի որ այդ կազմակերպությունը դեռ գոյություն ուներ, երիտուրկական կազմակ չէր, ջախջախված չէր, վերածված, ինչ որ խնդիրներ եղան հենց Կոստանդնոպոլսում ցույցեր կատարվեցին եւ այլն, որ առաջի մահապատիժները երբ որ դրվեցին եւ կատարածվեցին, երկու հոգի մահվան դատապարտվեց, այն ժամանակ անգլիացիները տեսան, որ չէ, սա չէ, հետո սկսան ավելի մեղմ պատիժներ տալ դատարանները, ասին տեսան, որ չէ, սա սեն չի լինի, դրանց բոլորին հավաքեցին, դարա Մալթա կղզի, որը իրենց տիրապետության տակ էր։ Սակայն ինչ եղավ, այնտեղ շատ լավ պայմաններով ապրում էին իրենք, իրար հետ քննարկում էին, անգամ մարտեղավոր փախավ այնտեղից եւ այն, չնայած փախնելու ընդհանրապես կարիք չկար, մի դեպք կատարվեց։ Մուստաֆա Քեմալը մի անգլիական զինախումբ ձերբակալեց, այսինքն զինվորական խումբ, իրենց հրամանատարներով միասին, այսինքն անգլիացիներին ձերբակալեց։ Այո, անգլիացիներին ձերբակալեց եւ անգլիացիներն սպառնաց։ Եթե այդ մարդկանց դատեք, բոլորին կխաղան եմ անելու։ Մի 20 թե 25 հոգի էին սրանք, իրենց իհարկե բանը սպաներով միասին, եւ ինչ արեց Անգլիային իր ամեն մի զինվորը, տեսեք ինչ կարեւոր է իր Անգլիայի համար, այդ 20 հոգու համար այդ բոլորին ազատ արձակեցին։ Դատավարությունը չշարունակվեց, ազատ արձակեցին։ Եվ այս երիտորկ կազմակերպիչները եւ մեծ մասը նաեւ պատասխանատու էր հայոց ցեղասպանության կազմակերպման գործում եւ կատարման գործում, դրանք հիմնականում բացի մի երկու հոգուց հիմնականում ուր կարային գնային Ստամբուլ չէին կարային գնային, որովհետեւ այնտեղի թեկուզ թուրքական իշխանությունը, բայց իրենց դեմ էր եւ Եվրոպա եւ այլն էլ չէին կարող գնային, ու ինչ արեցին, եկան բոլորը Անկարա եկան Մուստաֆա Կեմալի մոտ։ Իհարկե իրենց մոտ ասենք կային մարդիկ, որ այնքան էլ համագործիկ չէին Մուստաֆա Կեմալի հետ եւ իրանց միջև ինչ որ խնդիրներ առաջացան եւ եղավ մի դեպք, որ Մուստաֆա Կեմալը կարծես թե բացահայտեց ինչ որ մի դեպք երբ որ ինչ որ մի մարդիկ ուզում էին իր դեմ բանանին այսինքն իրեն ուզում էին սպանեին, վերացնեին, մահափորձեին ուզում անեին եւ դրա պատրվակով այս մարդկանցից մի քանիսը ձերբակալեն գլխավորներից իմիջիալոց, որոնք Աթաթյուրքի դեմ ընդդիմություն էին մի տեսակ, ձերբակալվեցին եւ մեծ մասը կախաղանվեցին, դրանց ամենաագնարու մարդը դոկտոր Նազիմն էր, որը բանակուսակցության այն ժամանակ երբ թուրքական կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկն էր եւ ամենապատասխանատուներից մեկն էր ցեղասպանության կազմակերպման, նա էլ կախաղանվեց, որովհետեւ Աթաթյուրքի համար, Մուստաֆա Կեմալի համար շատ վտանգավոր էր։ Միայն մի հոգի կարողացավ ազատվել, դա էլ Քազմ Քարաբեկիրն էր, որովհետեւ Քազմ Քարաբեկիրը շատ ճանաչված գեներալ էր, շատ մեծ գործեր էր արել Թուրքիո համար, բայց նա մինչև իր կյանքի վերջը ոստիկանական հսկողության տակ մնաց եւ ոչ մի դիրք էլ այլևս չկարողացավ գրավել։ Այս խումբը այս խումբի միջոցով կազմվեց նաև թուրքական մեջլիսը, խորհրդարանը, եւ այս մարդիկ այն ժամանակվանից կազմեցին խորքային պետությունը։ Իրենք իրենց ձեռքը վերցրեցին առաջինը գաղտնի գործակալությունը, երկրորդը արտգործնախարարությունը, երրորդը բանակը։ Այ խորքային պետության համար պետք են եւ շատ կարեւոր են, անհրաժեշտ են այս երեք կառույցները՝ բանակը, արտգործնախարարությունը եւ գաղտնի գործակալությունը։ Դատականը այդքան կարեւոր չէ։ Դատական այս արդեն սրանցով դու քո գործերդ կարաս անես եւ այդպես էլ եղավ
Թուրքիան գիտեք նշանավոր է, այսինքն համարյա թե 10 տարի մեկ հեղափոխություն, հեղաշրջման փորձ եւ այլն, միայն հեղաշրջումները չեն, որ պետք է մենք հաշվի առնենք, այլ նաեւ փորձեր կան այստեղ, որոնք ձախողվեցին այս կամ այն պատճառով, այս 3 կառույցներով, հատկապես 2 կառույցով, գաղտնի գործակալությունը եւ բանակը, դու կարաս ամբողջ երկիրը քո ձերքի մեջ, քո ափիտ մեջ բայել։ Իսկ արտգործնախարարությունը շատ կարևոր է նորից, որ արտաքին քաղաքականությունը դու դնորինես։ Եվ մինչև այսօր էլ այդ մարդիկ գոյություն ունեն, այսինքն իրենց շարունակությունը, իրենց շարավիղները եւ զարմանալու բան չկա, այդ պատճառով են, որ Թուրքիո քաղաքականության մեջ կամ այսպես վերին օղակներում արտգործնախարարություն եւ այլն, տեսնում եք, որ այն ժամանակվանից մինչև այսօր կան ազգանուններ, որ շարունակում են, այսինքն նույն ընտանիքի անդամներ են նրանք, կամ քաղաքականության մեջ ընդհանրապես Թուրքիայի նույն ընտանիքի անդամներ կան շարունակ, որ շարունակում են եւ եղել են թե մեջլիսի գազմելու ժամանակ եւ դրանից հետո երբ որ Թուրքիան անցավ բանը բազմագուսակցությանը, որովհետև միագուսակցություն էր այն ժամանակ, ինչպես որ սովետական միությունում էր, եւ դրանով էլ դա էլ մի ազդակ էր, որ Լենինի եւ այլնի հետ կարողացան լեզու գտնեն, իրենց գրավեցին, իրենցից օգնությունը ստացան եւ այլն։ Հետո հետագայում արդեն անցավ Թուրքիան բազմագուսակցական համակարգին եւ մենք տեսնում ենք, որ ինչ որ անուններ, այսինքն ազգանուններ, էլի սղոսկեցին այս նոր գուսակցությունների մեջ եւ այսինքն քաղաքական գործիչների դինաստիա շարունակվում է քաղաքական գործիչների, բանակայինների, արտգործնախարարության, ասենք մասնագետների եւ հատկապես գաղտնի գործակալության։ Իսկ Էրդողանի պարտության դեպքում, եթե Էրդողանը պարտվեր, արդյոք կխալխլվեր այդ պետության, խորքային պետության հիմքերը, ինչպես եք դուք կարծում, այսինքն այն հակառակ կողմը եկել էր խալխլելու խորքային պետությունը։ Դեսեք, խորքային պետությունը իշխանության հետ ընդհանրապես խնդիր չունի, կապ չունի։ Իշխանությունը այս մարդը կգա, Գիրակոսը կգա, Բողոսը կգնա եւ այլն, ոչ մի նշանակություն չունի։ Անհնար է խալխլել այդ։ Ցանցերը խորքային պետության քանի ձեռքում են, իրենք կարող են ուղղություն տան այդ նոր իշխանավորին եւ այդպիսին բաներ կան։ Իսկ եթե մի երկու զգուշացումից հետո չի լսում այդ մարդը, կվերացնեն ուղղակի Թուրքիան, չգիտեմ այսօր կարող է ուրիշ պետություններում էլ արդեն դա օրագարկ լինի, այսինքն օրագարկ չի իհարկե, սակայն կատարված լինի, բայց երկար տասնյակ տարիներ Թուրքիան աշխարհում միակ պետությունն էր, որը վարչապետ էր կախաղան անել եւ ոչ միայն վարչապետին։ Ինչի, որովհետեւ չէր համագերբվում այդ վարչապետը խորքային պետության ասացներին։ Ու վсё, վերջացավ։ Եվ հետագայում էլ մենք գիտենք դեպքեր, օրինակ Özalի ժամանակ։ Özalը քաղաքական գործիչ չէր ինքը սկզբնական շրջան, ինքը ճարտարագետ էր եւ ինքը մաթեմատիկական բանով էր մտածում։ Իր համար 2 անգամ 2 4 էր։ Սա քաղաքականության մեջ կարող է 2 անգամ 2 մի օր 4 լինի, մի օր 5 լինի, մի օր 6 լինի։ Դա քաղաքականություն է, դա դիվանագիտություն է։ Özalը չէր հասկանում այդ բանը եւ Özalին շատ դժվար էին հասկացնում, դրա համար էլ Özalը մահացավ շատ կասկածելի հանգամանքներով եւ մինչեւ այսօր էլ կասկած կա Özalի մահի հետ կապված եւ իր ընտանիքը հենց իր տղաները մինչեւ այսօր էլ բնդում են, որ իրենց հայրը սպանվեց, որովհետեւ փորձանք դարձավ այդ մարդը այդ բետան շարունակ իր կատարած դիվանագիտական իարգե սխալները ստիպվածին ուղղելու շարունակ, ասենք արտգործնախարարությունը, գաղտնի գործակալություն եւ այլն, սրանք պիտի ուղղեին շարունակ։ Եվ բայց դեպքեր կար նաեւ, որ Özalը մի օր մի բան էր ասում, մյուս օրը ճիշտ հակառակն էր ասում։ Ինչի համար, որովհետեւ այս բանը ինքնաբուխ ասում էր,
առանց ովևէ մեկին հարցնելու Հաջորդ անգամ ուղում էին նույն գիշեր իր ագանջը քաշում էին մյուս օրը ճիշտ հակառակ բաններ ասում այդ մարդը օրինակ հենց Հայաստանի հետ կապված դա եղավ ես շատ լավ հիշում եմ թերթերում առաջի սյունակներում գրված որ Özal'ը ասեց երբ որ արդեն սովետական միությունը քայքայվեց Հայաստանը Ադրբեջանը եւ այն բանը ինքնիշխան պետություններ դարձան Özal'ը այն ժամանակ ուղղություն տվեց իր քաղաքականությանը այդ ցույց տվեց ասեց մենք իհարկե Հայաստանի հետ պետք է սերտ կապեր հաստատենք ասեց մենք Հայաստանի հետ 6-700 տարվա միասնություն ունենք մեր ամեն ինչը նման է մեր երաժշտությունը մեր խոհանոցը եւ այլն նման նույն մշակույթը ունենք մենք ադրբեջանցիները հետ ոչ մի բան չունենք բացի այդ ասեց իրենք շիիտ են եւ մենք սուննիտ իսկ մյուս օրը ճիշտ հակառակը ասեց հայերը դավաճանել են մեզ հայերը սենց են հայերը նենց են մենք իհարկե մեր թուրք եղբայրների հետ պետք է միանանք ասեց ինչի որովհետեւ նույն գիշերը իր ագանջը քաշեցին ճակերտավոր ասած ու մյուս օրը ինքը հասկացավ համագերբվեց տեսեք այն ժամանակ երբ որ վարչապետը չէր համագերբվում նրան ուղղակի վերացրին երևի Özal'ին էլ ասցին որ հիշի Մենդերեսի դեպքը եւ արա այն ինչ որ մենք ենք ուզում մեր գծած ճանապարհով պիտի գնաս ինչի որովհետեւ բանը այդ խորքային պետությունը իր քաղաքականությունը ունի իր ստրատեգիան ունի իր դեստականը ունի եւ դա մի տարվա 10 տարվա 20 տարվա համար չէ դա կարելի ասել հավիտենական է մինիմում 100 տարվա է այդ պետությունը այդպես է լինում իհարկե եւ մենք տեսնում ենք որ այն այսօր ինչ որ այսօր կատարվեց եւ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի հետ կապված այս 100 տարի առաջվա ծրագիրն է 100 տարի առաջ ինչ որ երիկ թուրքերը ասում էին անում էին փորձում էին անել նաեւ ավելին այդ ամեն ինչը կատարվեց 100 տարի հետո նույն բաները նույն դեպքերը ես մի անգամ հենց այստեղ արել եմ այն ժամանակվա խոսույթները եւ այլն բերել եմ դրել եմ այստեղ դուք կարաք միայն անունները փոխեք նույն բանը եւ դրա համար դա ինչպես ասացի խորքային պետությունը իր ուղղությունը ունի ով էլ գնա աճագողմյան ձախագողմյան չգիտեմ ռադիկալ իսլամիստ չգիտես ինչ չի գարա եւ օրինակ տեսեք իսլամիստերին հենց խորքային պետությունը տասնյակ տարիներ շարունակ չեր թողնում որ իրենք կարողանան առաջ գնան ընտրվեն եւ այլն շարունակ ճնշում գալ իրենց նկատմամբ առաջին իսլամիստը որ եկավ դա Էրդողանն էր եւ այնտեղ արդեն պետք է մենք հասկանանք որ ինչ որ բան փոխվեց ինչ փոխվեց խորքային պետությունը չփոխվեց պետության առաջինը քաղաքականությունը մասամբ փոխվեց չնայած այդ ուղղությունը չփոխվեց երկրորդը խորքային պետությունը նաեւ շատ սերտ կապեր ուներ եւ ունի Ամերիկայի հետ Ամերիկայի քաղաքականությունը շատ ազդում է կամ ամերիկան ազդում է Թուրքիո քաղաքականության վրա եւ իրենք համագործակցում են Ամերիկայի հետ խորքային պետությունը են համագործակցում եթե չուզենա խորքային պետությունը չեն համագործակցի եւ օրինակ դասնյակ տարիներ շարունակ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բոլոր գեներալները հատկապես Վերնախավի բոլոր գեներալները անպայման շատ լավ անգլերեն գիտեն վերապատրաստում են Միացյալ Նահանգներում եւ վերապատրաստում են Ամերիկայում ոչ միայն իրենք ֆինանսավորվում են մինչև թոշակի գնալը եւ դրանից հետո ամեն ամիս իրենք թոշակ են ստանում Ամերիկայի հիմա կոնկրետ որովհետեւ գիտեք սրանք գախնի տվյալներ են իհարկե ինչ որ մի դեղերից պիտի դուրս գա որ դա ասես դրա համար այս վերջի շրջանում ինչ է կատարվում ես չեմ կարող ասեմ բայց մինչև այս վերջի շրջանը այդպես էր եկավ Էրդողանը ինչպես եկավ ինքը չէր կարող կար նորմալ պայմաններով այսինքն վերևից ասեցին որ դուք մի հատ հանգստացեք դուք մի կողմ քաշվեք հիմա ուրիշ քաղաքականություն է պետք եւ ուրիշ մարդիկ են պետք եւ նրանք պիտի առաջ գնան մի խանգարեք եւ բանը խորքային պետությունը որը garanք նաեւ
կեմալիստներ կոչել, կեմալիստները այդ խորհրդային պետությանն, բայց ամեն մարդ չէ որ ով իրան կեմալիստ է հայտարարում, բայց այդ կրոնականությունը չի հակասում քեմալական այդ գաղափարին։ Հենց դրա մասին եմ խոսում։ Մինչև դրա համար ասեցի, մինչև այդ իսլամիստերին չէին թողնում, բայց միանգամից թողեցին, ինչի թողեցին, որովհետև մի մեծ ծրագիր կար։ Էրդողանը Գյուլենի մարդն էր։ Իսկ Գյուլենը Ամերիկայում էր ապրում, չէ՞։ Հա։ Այն ժամանակ փախել էր, գնացել էր Ամերիկայում եւ ամերիկյան ֆինանսավորմամբ ինքը ապրում էր, լավ կյանք ուներ եւ ինքը ֆինանսավորում, որովհետեւ Գյուլենը եւ Ամերիկան իրար հետ համաձայնվել էին մի մեծ ծրագիր են անելու, Թուրանն են կազմելու սովետական միության դեմ այն ժամանակ Գարմիր կիսալուսին կամ կանաչ կիսալուսին կամ կանաչ մահիգ են կազմելու սովետական միության հարավում ինչի կդարվեց աֆղանական խնդիրները ինչի բանը ռադիկալ իսլամը ի հայտ եկավ սա ամերիկայի քաղաքականությունն էր որը շատ լավ համընկնում էր թուրքական քաղաքականության հետ որովհետև թուրքերն էլ ստանում էին Թուրանը բայց Աֆղանստանում այդ գործողությունները ինչքանով էին նպաստում այդ մահիկի բանը հակասովետական բանը իսլամական մի ջամբար էր կառուցում այնտեղ իսկ երբ որ սովետական միությունը քայքայվեց մեծացավ թիվը այդ երկրների որոնք կարող էին մտնել այս բանի մեջը այս ծրագրի մեջը այսինքն շատերը կարծում էին որ սովետական միությունը քանդվեց Թուրքիան այլևս այդ դերը չունի եւ այլն ընդհակառակը Թուրքիայի դերը մեծացավ սովետական միության քայքայվելուց հետո այս անգամ Ռուսաստանի դեմ հիմի այդ թուրքալեզու եւ իսլամական այսինքն մահմեդական այդ երկրներն էլ գրավում են այդ ծրագրի մեջը այդ Թուրանի ծրագրի մեջը գլոբալ ուժերը մասն է խոսում այստեղ այսինքն այդ որ Ամերիկային գասում Ամերիկան էլ Ամերիկա չէ Ամերիկայի հետևում այսինքն Ամերիկայի իշխանությունները կամ Ամերիկայի քաղաքականությունը գլոբալ ուժերի ձեռքում է եւ նրանց համար շատ հարմար էր այստեղ մեծ Թուրան կազմվի Ռուսաստանի հարավում Իրանի հյուսիսում եւ Չինաստանի արևմուտքում եւ այդ երեք երկրներն էլ արևելյան մեծ երեք երկրները իրարից կանջատեն բայց այդ թուրքական պետությունների հետ ոնց որ եթե ես պատկերացնում որ իդեալական ձևով էդի ստացվում հա ինքը ահավոր մեծ ուժ է ստացվում ու ինքը հենց ինքը կարող խանգարեր այդ իրենց ծրագրերին ճիշտ է դրա համար էլ հենց իրենց ղեկավար երկրում այսինքն Թուրքիայում իրենց մարդը պետք է լիներ այդ իրենց մարդը պիտի աներ այս գործը իրենց հլու ու բադակ չմոռանանք որ Էրդողանը մի անգամ այն ժամանակները խոսել էր եւ բացահայտ հայտարարել էր որ եթե ինձանից վերև գտնվող ուժերը ինձ հրամայեն որ ես քահանայի սքեմ հագնեմ ես կանեմ դա այդպիսի մարդ բերեցին սակայն հետագայում ինքը Գյուլենի հետ խնդիրներ ունեցավ եւ արդեն սկսեց իր քաղաքականությունը առաջ տանել եւ իր ազգային քաղաքականությունը այն ժամանակ ինքը ավելի ճիշտ է ինքը պրագմատիկ է այսինքն ոչ ազգն է իր համար կարեւոր ոչ կրոնն է իր համար կարեւոր բոլորն էլ իր համար միջոցներ են նպատակի համար հենց որ Գյուլենի հետ խնդիր ունեցավ մի անգամից մենակ մնաց իր մեջքին կանգնած էր Գյուլենը եւ Գյուլենի մեջքին էլ կանգնած էր գլոբալ ուժեր գլոբալ Ամերիկան եւ իր ուզածը իր քաղաքականությունը առաջ էր դանում եւ հիշեք որ առաջի շրջանում հենց բանակի դեմ հենց բանի կեմալիստականների դեմ հենց ազգայինների դեմ գործողություններ կատարեցին մի անգամից երբ որ Գյուլենի հետ խնդիր ունեցավ իր մեջքը դադարեցվեց մենակ մնաց բոլորը իրեն թշնամի թե բանակը թե կեմալիստները թե Գյուլենը դրա համար որոշեցի որ այս թեմայի շուրջ խոսենք որովհետեւ քանի որ ինքը հենց այդ ձեր նշած խորհրդային պետության ինստիտուտների դեմ ինչ որ գործողություններով եկավ բան դրա համար կարծում եմ որ մասամբ քանի որ խորհրդային պետությունը ինչպես ասացինք շատ սերտ կապեր ունի Ամերիկայի հետ այսինքն մասամբ միայն կարծեք թե խորհրդային պետության դեմ ոչ խորհրդային պետությունը թույլ տվեց եթե խորհրդային պետությունը թույլ չտար Էրդողանը կյանքում չէր կարող իշխանություն կար
թե հորկային պետությունը թույլ տվեց հիմի ժամանակավորապես այս քաղաքականությունն են կանելու այս սրանց են օգտագործելու իսլամիստներին են օգտագործելու կամ իսլամիզմը օգտագործելով մենք մեր քաղաքականությունն ենք առաջ տանելու մի անգամից երբ որ Գյուլենի հետ բան եղավ խնդիր ունեցավ Էրդողանը շուր եկավ եւ թեքվեց դեպի նացիոնալիստները եւ ինչ արեց բոլորին բաց թողեց ու հետաքրքիր ինչ է հենց իր դադախազը որ իր հրամանով այս մարդկանց ձերբակալում նստացնում է դադախազին նստացրին կամ դադախազներին եւ մի անգամից դարձավ նացիոնալիստների կողմը եւ հավանաբար մի ջենտլմենական համաձայնության եկան ասեց ես սրանից հետո դեր քաղաքականությունն եմ առաջ տանելու եւ դուք ինձ չեք եւ մինչեւ այսօր էլ այսինքն հակառակ որ Գյուլենի հետ այլևս իր ինքը չէ եւ այլն մինչեւ այսօր էլ այսինքն խորքային պետությունը բանակը եւ այլն կեմալիստները չեն գտնում մի հատ կծու թթու խոսք չեն ասում այս մարդու նկատմամբ հակառակ որ իրենց նստացրել էր էսերալեր այսինքն այն մարդիկ էլ անգամ որոնք նստացրել էր եւ դուրս էին եկել ինձ ձուկտուն չեն անում իրան դադի չեն տալիս իր դեմ վատ բան չեն ասում եւ այլն այսինքն արդեն համագործակցություն կա սակայն ինքը չթողեց Ամերիկային եւ ամերիկյան գլոբալիստական քաղաքականությունը սկսեց շարունակել նաեւ տեսեք թե ազգային քաղաքականություն թե գլոբալիստական քաղաքականություն եւ դա իրեն թույլ տրվեց քանի իրենց գործը առաջ էր տանում Էրդողանը դրա համար ասում եմ պրագմատիկ մարդ է ինքը այս կողմը գտեքվի այն կողմը գտեքվի բայց երբեք ինքը իրեն վտանգի չի ենթարկի եղան նաև այս քաղաքականության ժամանակ մի երկու դեպք որ արդեն կարմիր գծերը անցնում էր կարծեք թե եւ ամերիկայից լուրջ ազդարարություններ եկան ինչի որովհետեւ իրենց մեծ ծրագիրներ խանգարում ինքը օրինակ այդ Ֆինլանդիայի Շվեդիայի խնդիրը մի անգամից ինքը հետ կայնեց այսինքն 100%-ով չէ ինքը պիտի անպայման բարձ դերես դուրս կա ամերիկան էլ եթե հիշում եք այն ժամանակներ այդ պետությունների հետ ինչ որ բանը ինչ որ դեսակցություններ ունեցան մի անգամից մի երկու հոգու հանցնեցին որ չեղած բաներ շվեդիան մարդ հանցնեց Թուրքիային քրդերին չկարծ մի երկու հոգի հանցնեցին Թուրքիան էլ ասեց դե արդեն ինչ որ մի բան եղավ այն կողմից Թուրքիան ասաց այո մեր ցանկություններ բոլոր կատարեցին այո մենք թողնում ենք այլևս ասացին ու թողեցին բանը վետո չդրեցին այլևս դիվանագիտություն է քաղաքականություն է շատ նորմալ եւ տեսնում ենք որ այդ մի երկու տեղից մի երկու կետից ինքը գիտի կարմիր գծերը եւ չի անցնի կարմիր գծերը այդպես էլ անում է այսօր տեսնում եք որ համ նալին է խփում համ մեխին է խփում այսօր հակա-իսրայելյան գեցված է դրսևորում բայց Իսրայելի դեմ ոչ մի բան չի անում կարծեք թե ցույց է տալիս որ անում է ասենք արկիլում է այլևս Իսրայել ապրանք ուղարկելը բայց նույնքան ապրանք ինչ որ Իսրայել էր ուղարկվում ժամանակին եւ նույն ապրանքները այսօր Բաղեստին են ուղարկվում Բաղեստինը ինչ եղավ որ միանգամից այդպեսի ապրանքները ձեռք բերում եւ այդպիսի քանակությամբ ամեն ինչ հասկանալի է եւ օրինակ ամենահեշտ բանը որը կարող է ինչալուց ներսից էլ բաներ կան բողոքներ կան այդ առումով ամենահեշտ բանը ինչ որ կարող էր անել ուղղակի Ադրբեջանից Իսրայել գնացող գազը կարող էր փակել չէ կարող է չէ ինչի չի անում ինչի չի անում որովհետեւ Իսրայելի դեմ ոչ մի բան չի անում այդ մարդը միայն խոսում է ու խոսքով ոչ միայն ասենք արաբների մոտ լավամարդ է դառնում բայց Իսրայելի կողմից էլ հակաթուրքական խոսույթ է զարգանում բայց միայն խոսում են չէ խոսում են Իսրայելը նրան է կֆրդում սա Իսրայելն է կֆրդում հետո բայց գործ չենք տեսնում գործունեություն չկա ինչ որ մի բան չի անում ու ոչ միայն ինչպես ասացի արաբներն են խապվում այդ խոսույթից այլ նաև մեզ մոտ են խապվում այդ խոսույթից անգամ մասնագետներ խապվում են այդ խոսույթից շատ կան շատ ենք տեսել խոսքով չէ
Դիվանագիտության մեջ, քաղաքագիտության մեջ հատկապես, քաղաքագիտությունը գիտեք անգլիացիները ինչ են ասել, ինչի արհեստ է կամ արվեստ է։ Բորնիկության արվեստ է ասում են։ Լավ քաղաքագետ ու լավ բորնիկ պիտի լինի։ Այսօր սրա հետ վաղ նրա հետ։ Դրան բան չունի։ Միգուցե քաղաքական գործիչ չէ։ Այո, քաղաքական գործիչ է։ Եվ բարոյականություն չկա։ Իհարկե այդպես չէ։ Պիտի բարոյականություն լինի քաղաքականություն, բայց այս մարդիկ կամ այդ պետությունները անբարոյականություն մտցրեցին քաղաքականության մեջ։ Մարդ կարող է բարոյական քաղաքագետ լինի, բարոյական դիվանագետ լինի, բայց շփախտապար չկա դա։ Լավ, շնորհակալություն պարոն Լոկմագիոզյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն հայտնենք մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք գործարարալիքը։ Եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիգրան Լոկմագիոզյանը։ Ստեսություն։